Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի հովանու ներքո է հանգստանում: Ես տիրոջը կասեմ. «Իմ ապավենը և իմ ամրոցը դու ես, Տեր ջան, ես քեզ վրա եմ հույսս դրել»: Սաղմոս 91:1 Բարի լույս, բարի օր իմ շատ սիրելի, բարի ջերմ բաժանորդներ: Մաղթում եմ ձեզ Աստծո օրհնություններով լի օր: Սիրելիներս, այսօր մեզ մոտ անձրև անպամած, շատ խոնավ եղանակ: Ծաղկած վարդս դեռ մնում է, սիրելիներս, հրաշք է, ուղղակի հրաշք: Վարդս հրաշք է, սիրելիներս, եղանակը մառախլապատ, դեռ մի քիչ բացեց եղանակը: Սիրելիներս, ես լավ եմ, տրամադրությունս բարձր է, չնայած դրսում անձրև, մռայլ, անպամած, մառախլապատ եղանակ է, բայց իմ հոգում, սրտում արև է, ջերմություն է, և այդ արևն ու ջերմությունը, սերն էլ գումարում եմ և ուղարկում եմ բոլորիդ: Ձեզ բոլորիդ եմ տալիս, սիրելիներս, եղեք միշտ առողջ, ուրախ և թող ձեր տրամադրությունները միշտ բարձր լինի: Քանի օր է միասին կոֆե չենք խմել, հիմա միասին կոֆեն կխմենք, մի փոքր կզրուցենք, նոր կանցնենք, թե այսօր ինչ ենք պատրաստելու: Իսկ դուք ոնց եք, սիրելիներս, ձեր տրամադրությունը ոնց է: Երբեք չնեղվեք, սիրելիներս, բոլորս էլ ճիշտ է, դժվարությունների հանդիպում ենք, կյանքում ամեն դժվարությունների, ամեն ինչի հանդիպում ենք, բայց Աստծով հաղթահարում ենք: Ժողովուրդ ջան, Խաչատուրս նոտայից դուրս գլուխով նվագեց, ես ու Մարինկաս ձայնակցեցինք, երգեցինք, սիրով ներկայացրեցինք ձեզ, որ վայելեք: Իմ լավ բարեկամներ, անչափ անսահման շնորհակալ եմ ձեր ջերմ բարի խոսքերի, գրառումների համար: Աստված օրհնի հազարապատիկ անգամ ձեզ: Սիրելիներս, ամուսնուս կողմը գեները նկարչությունն է, արդեն ձեզ ծանոթ է, իսկ փեսաղիս հայրական կողմը գեները երաժշտությունն է, դրա համար երեխաները լավ նվագում են, կարողանում են առանց նոտասլուխով նվագել, բայց չի կարելի: Ուղղակի Խաչատուրս բացառություն մեզ համար նվագեց, մի փոքր ուրախացրեց մեզ և ձեզ: Իսկ հիմա ուզում եմ այսօր պատրաստել, էդպես տան անդամները ցանկացան, ուզեցին, պատրաստեմ հավով չախով բիլի: Իմ լավ բարեկամներ, այսօր միասին ևս մեկ անգամ կպատրաստենք չախով բիլի վրացական խոհանոցից: Հիմա ինձ մոտ համ հավի միս է, համ էլ խոզի փոքր կտորներ, խորոված անելուց, կողքից դրել է սառցախցիկը, ափսոսս եկավ, ինձ թվում է կստացվի, այսօր այս փոքրիկ մսերի հետ հավի միսը կլվանամ, կթողնեմ ջրքամվի, իմ լավ բարեկամներ, ես շատ սիրում եմ այս ճաշատեսակը, համն եմ սիրում այդ հավի միսը խառը կտորներ են, որտեղ որ կաշի կա պետք է հանեմ: Թևի ծայրամասերն էլ եմ կտրելու, հանեմ: Տախտակի վրա կկտրեմ, թող մնա լվանամ, ջրքամվի, մինչ միսը ջրքամվի, կմաքրեմ սոխը:
Սիրելիներս, այս ուտեստի համար բավականին շատ սոխ է մեզ հարկավոր, չնայած ես կշեռքով չեմ կշռել, աչքաչափով բավականին կիլոից ավել վերցրել եմ, լավ կլվանամ, հետո կմանրացնեմ։ Քան եմ սիրում հոսող ջրի տակ աշխատել, թե աման լվանալ, թե սոխ մաքրել, կարտոֆիլ, ուղղակի երկար չեմ կարողանում կանգնել իմ լավ բարեկամներ, ոտքիս էդ թեքության պատճառով շատ ցավում է, գիտեք, դրա համար պատրաստելուց նստած եմ կտրատում, մանրացնում, չեմ կարողանում երկար կանգնել։ Բացած սոխն էլ կադրից դուրս կլվանամ։ Կադրից դուրս լվացի, մաքրեցի, հիմա սկսեմ կիսալուսնաձև մանրացնել սոխը։ Այս ճաշատեսակին կիսալուսնաձևն է մանրացնել սոխը, իսկ դուք եթե պատրաստելու եք, ցանկությունը ձերն է, ինչպես ցանկանում եք, այդպես էլ սոխը մանրացնել։ Սիրելի հետևորդներ ջան, միշտ ուրախ եղեք, ամեն բանում գոհություն հայտնեք Աստծուն, կյանքը մեկն է, պետք է յուրաքանչյուր օր լցնենք ժպիտով և դրական մտքերով, սիրելիներս, թող բոլորիդ օջախներում սեր ու ջերմություն լինի, իմ հավատարիմ ու անգին բաժանորդներ ջան։ Մի քիչ էլ մանրացնեմ սոխը, մնացածը կադրից դուրս կմանրացնեմ։ Հիմա սոխը վերջացրեցի, սխտորն եմ մանր կտրատում։ Կարող եք ճզմել սխտորը, իսկ ես որոշեցի, որ պետք է մանր կտրատեմ սխտորը։ Սխտորը կտրատեմ, վերջացնեմ, գնանք գազօջախի մոտ, սկսենք պատրաստելը մեր վրացական չախող բիլին։ Տապակի մեջ բավականին բուսայուղ եմ լցրել, այստեղ էլ միս եմ 2 կտոր լցրել, որ եփի կաթսայի մեջ, երեխաներին պատրաստեմ բրինձով ապուր։ Հիմա կտորները մսի շարեմ բուսայուղի մեջ հերթով,
Ամեն կողմը սիրելիներս մի թեթև եմ կարմրացնելու, շատ պետք չի որ կարմրի, որովհետև պետք է եփի դեռ լոլիկի հյութի մեջ և լոլիկի մեջ։ Այս մանր կտորները մսերն էլ լցնեմ։ Ամեն տուն էլ երեխաների այս չեմ ուտում, այն չեմ ուտում խնդիրը կա։ Հիմա որոշեցին, որ չեն ուտելու, ես էլ գազարով, հավի մսով, բրինձով ապուր կպատրաստեմ իրենց համար։ Հիմա միսը արդեն եռած, աղը գցել եմ, փրփուրը հավաքել եմ, բրինձ եմ լցնում, քիչ եմ լցնում, որ ջրալի ապուր լինի, պինդ չեն սիրում։ Մինչ այդ գազարն էլ եմ արդեն քերիչով անցկացրել, սիրում են քիչ գազարով, շատը որ լցնեմ դա էլ չեն ուտում, այդպիսի երեխաներ են, երևի բոլորիս տներում էլ կան, որ այս չենք ուտում, այն չենք ուտում։ Հիմա շուռ եմ տալիս հավի միսը, թեթև կարմրի բավական է։ Միսը արդեն կարմրեց երկու կողմն էլ, տապակից հանում եմ։ Հիմա նույն բուսայուղի մեջ պետք է սոխը տապակեմ։ Շատ պետք չի որ տապակեմ, հենց կթուլանա մի թեթև կկարմրի, սոխը արդեն բավական է։ Ապուրը արդեն համարյա պատրաստ է, բրինձը և գազարը եփած է, մի փոքր կրակը իջեցնեմ, ավելացնեմ կարագ։ Խառնեմ։ Կավելացնեմ նորից մի փոքր աղ, մի քիչ էլ կեփվի, նոր սամիթը կավելացնեմ։ Աղը լավ է սիրելիներս, իրանը ծածկեմ թող։ Այսօր այս ուտեստը պատրաստելու եմ լոլիկը իր հյութի մեջ, բայց ես կեղևները չեմ մաքրել և դրել եմ մեկ հատ կծու պղպեղ։ Հիմա բացենք, փորձենք միասին համը։ Շատ համեղ հյութ է սիրելիներս, մի փոքր էլ կծվություն ունի։ Այս ուտեստի համար շատ համեղ կլինի, էլ կծու պղպեղ չեմ ավելացրել։ Հիմա հանում եմ լոլիկները, տեսեք ամուր, կեղևները ոչ մի ճակ չեն տվել,
Դա ինչից է, նրանից է, որ ես գլխի մասը, սիրելիներս, ծակել եմ։ Ոչ թե մեջտեղի մասը, այլ գլխի մասը, այդ կոշտ մասը, տեսնում եք, ցույց եմ տալիս, ընտիր, ոչ մեկը, ոչ մի հատ կեղևները չեն ճաքել եւ առանձնացել, պղպեղն էլ ընտիր մնացել է։ Սոխին ավելացնում եմ աղ, եւ մսերը այսպես նորից հետ եմ վերադարձնում, տապակի մեջ եմ շարում։ Պատրաստում եմ համեղ թանձրուկ։ Լոլիկները կեղևներից մաքրել եմ, ավելացնում եմ 1 լավ ճաշի գթալ կարմիր պղպեղ, խունելի սունելի, սև պղպեղ, աղ, եւ լոլիկի հյութը լցրել եմ, հիմա խառնեմ, լցնեմ լոլիկների վրա։ Այդ բոլորը մի լավ պետք է խառնեմ։ Ավելացնում եմ նաեւ միայն չորացրած ռեան։ Ինքս եմ չորացրել, հարգելիներ։ Մեր հողամասի ռեհանն է։ Քանը բավական է, դեռ վերջում թարմը համեմել պետք է լցնել։ Լավ խառնեցի, լցնում եմ մսի եւ սոխի վրա։ Անցել է 20 րոպե, հիմա պետք է ավելացնեմ այս կծու ծիծակ 1 հատ պղպեղը եւ սխտորը մանրացրած։ Բերանը կծածկեմ, մի 5 րոպեից հետո արդեն թարմը համեմ կավելացնեմ։ Անցել է 5 րոպե, ավելացնում եմ թարմը համեմը։ Այստեղ էլ բրինձով ապուրն է երեխաների համար պատրաստ։ Արդեն անջատել եմ, շատ համեղ է ստացվել, ջրալի համեղ ապուր, թարմը սամիթով, գյազարով։ 5 րոպեից արդեն լրիվ պատրաստ է նաև վրացական չախոխ բիլին։ Արդեն պատրաստ է վրացական չախոխ բիլին, շատ հաճելի համով բուրմունք է տարածվել մեր խոհանոցում։ Տեսնում եք ինչքան հյութեղ ստացվեց։
տեսքը ախորժելի։ Արդեն պատրաստ է այսօրվա մեր ճաշատեսակը։ Չախով Բիլին։ Ցտեսություն ձեզ բոլորիդ, մինչ նոր տեսանյութ։